ինչ տրամադրությամբ եք եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ ես տեսա մասնակցեցիք Սուրբ Պատարագին։ Խաղաղությամբ, հանգիստ, որովհետև հայ մարդը, յան ազգանուն կրող մարդը մտահոգվելու ոչ մի բան չունի։ Մենք բոլորս բազմիցս ասել եմ, մեր եկեղեցու կողքին ենք, մեր վեհափառ հայրապետի կողքին ենք, թող Նիկոլ Փաշօղլին ևս մեկ անգամ հասկանա, որ իր շուրջը հավաքված մարդիկ, ումը որ ինքը կանչել էր ստեղ չէ էլի, իր մոտ որտեղ որ ինքն էր մասնակցում պատարագի, բոլորս էլ տեսանք ովքեր են իրանց կողքին, Օհանավանում այո, տեսանք, որ այն նույն աշտարակցի հասարակ մարդը, որ կամենում էր հայ ազգի ոչնչանալը, կամենում էր հայ ազգի մահը, այդ նույն մարդն էր իր կողքին։ Մի խոսքով տեսանք բոլորս էլ, թե ովքեր են այսօր ռեալ Նիկոլ Փաշօղլու կողքին։ Իր նույն մարդիկ են, իր նվիրյալ ծախված մարդիկ են, որը որ բազմիցս դեմ են եղել ամեն ինչի։ Հայ ազգի հանդեպ ցանկացած հայանպաստ գործողության դեմ են եղել։ Իրանք սատարում են, որ գնան դեպի թրքանցում, իրանք սատարում են, որ եւ այդ եկեղեցիների վրից հանեն խաչերը, որովհետեւ իրանք գիտակից հայը, խելացի հայը այսօր դուրս չի գա եկեղեցու դեմ։ Ու այսօր որ իրանք օրհնություն ստացան եկեղեցուց, բայց կարգալուց եղած քահանայից, նրանք եւս մեկ անգամ պղծեցին իրանց։ Այսօր իրան հարգող ցանկացած հայ չի գնա մի կարգալուց եղած հոգեվորականից օրհնություն ստանա, չի կարող տենց հայը լինի տենց եկեղեցիականի կողքին։ Մենք պարտավոր ենք ցանկացած եկեղեցիականի կողքին կանգնած ենք միշտ, որտեղ մեր ամեն ինչը իրանց հետ սկսվում է, իրանց հետ ավարտվում է, բայց ոչ կարգալուց եղած քահանայի հետ։ Մենք կարգալուց եղած քահանայի հետ ոչ մի քայլ չունենք մի մետր գնալու։